Ողջունում եմ բոլոր ներկա գտնվողներին, շնորհակալություն Տիկին Անահիտ հրավերքի համար։ Շատ հետաքրքիր ֆորմատ եք ձևավորել։ Նամանավանդ այսօրվա թեման, թոշակառուներ Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Ճիշտ ասած, ես ուշադիր լսում էի բոլորիդ, որոշ հետևություններ արեցի, փորձեմ հնարավորինս նկարագրեմ այն իրավիճակը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում առկա են, եւ առավել եւս այո նշումներ եղավ, ասենք, հարևան երկրների կամ եվրոպական երկրների համեմատությունը թոշակառուներին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում հետեւյալն է պատկերը, որ այո, հասկանալի է, թոշակառուն չի կարող այն թոշակը, որով նա պետության կողմից ստանում է, ասենք, իր անձնական կեցությունը արժանապատիվ իրականացնի։ Բայց մի փոքր թվային համեմատություն բերեմ եւ ընդհանուր փորձեմ բացատրել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունում շուրջ 600,000 թոշակառու կա։ Եվ Հայաստանի Հանրապետությունում մոտ 200,000 եւ մի փոքր ավելի հաշվանդամություն ունեցող մտավոր եւ ֆիզիկական, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ ունենք, անկախ տարիքից եւ սեռից։ Հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք իրականում ունեն նույն իրավունքները եւ պարտականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներ, որոնք դեռ ծերունական թոշակայինի տարիքին չեն եւ փառքասու, ասենք ֆիզիկական եւ մտավոր առողջական խնդիրներ չունեն։ Հիմա տեսեք, այսօրվա մեր կառավարությունը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, թե բարոյական, թե իրավական, թե ֆիզիկական անվտանգության եւ առավել եւս կեցության թիվ 1 երաշխիքը։ Եթե Հայաստանի Հանրապետությունում այսօր թոշակառուները, որոնք թե Հայաստանի Հանրապետության չափորոշիչներով եւ թե արտասահմանյան, ասենք, այլ երկրների չափորոշիչներով որ վերցնենք, Հայաստանի Հանրապետությունում ըստ պաշտոնական տվյալների, որ մեր բնակչության շուրջ 20%-ը թոշակառուներ են ծերունական եւ շուրջ 8%-ը հաշվանդամություն ունեցող թոշակառուներ են, դա նշանակում է մեր երկրի բնակչության 30%-ը ուղիղ իմաստով աղքատ է, որը յուրաքանչյուր աստծու օր պայքար է մղում Հայաստանի Հանրապետությունում իր ֆիզիկական գոյությունը ապահովելու համար։ Տեսեք, ես չշեշտեցի արժանապատիվ ապահովելու համար, այլ պարզապես ապահովելու համար։ Եթե օրվա կառավարությունը կապ չունի նախկինները այսօր եւ ապագան, եթե օրվա կառավարությունը համապատասխան տնտեսական ռեֆորմներ, համապատասխան քայլեր չի ձեռնարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատիվ կեցությունը ապահովելու համար, հետևաբար նման կառավարությունը ձախողում է իր կառավարության ծրագրերը, որը բազմիցս այս 7 տարվա իշխանության ժամանակ 7 տարի պետական բյուջեի 18 թիվը մի կողմ դրած, շատ թվեր հետևից չմնենք, 7 տարվա պետական բյուջեով նախատեսված այն ծախսերը, կապիտալ շինարարության ծախսերը, պետական կառույցներին ֆինանսավորվող ծախսերը, բոլոր տեսակի, ասենք, այդ ծրագրային գաղափարախոսական մշակված ծրագրերը, որը կառավարությունը յուրաքանչյուր տարի հրանցնում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, ձախողված են։ Միայն այն, որ պետական պարտքը տարեստարի շեշտակի ավելանում է, եւ պետական պարտքի սպասարկումը արդեն իսկ 25 թվականին ավելին է, քան պետական բյուջեով նախատեսված դեֆիցիտի ծածկումը, կփորձեմ մի փոքր հետո մանրամասնել։ Դա արդեն իսկ նշանակում է, որ օրվա կառավարությունը ոչ միայն ձախողված է, այլ առավել եւս օրվա կառավարությունը եթե շարունակի այսպես իշխանավարել եւ առավել եւս մտադրություններ ունի 26 թվականին վերարտադրվելու, որովհետեւ շեշտում է 27 թվականին սահմանադրական բարեփոխումներ եմ անելու կամ սահմանադրական փոփոխություններ եմ անելու, դրանով իսկ ազդակ տալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, առավել եւս քաղաքական ուժերին, որ ես 26 թվականին վերընտրվելու են, եթե օրվա իշխանությունները, ես զուտ տնտեսագիտական առումով ավելի եմ մանրամասնել, եթե օրվա իշխանությունները, այն որ ես եմ տեսնում 7 տարվա սրանց կառավարման տարիներին, այն ձախողումները տնտեսության ոլորտում, այն խնդիրները, որոնք առաջացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, վերընտրվեն 26 թվականին, սիրելի հայրենակիցներ, առավելս առաջին հերթական 5 տարվա կառավարման արդյունքում
Հայաստանի Հանրապետություն ունենալու է տնտեսական լուրջ խնդիրներ, դեֆոլտի առջև է կանգնելու, միանշանակ մինչև 30 թիվը, ծերունական թոշակառուների տարիքային շեմը բարձրացնելու է նվազագույնը 63-ից 65 տարեկան, այն ենթադրենք 26 թվականին նախընտրական շեմին փորձեն 25 թվականի տարեվերջում պետական բյուջեի հերթական նախագիծը կազմելու 26 թվականի կատարողականում խաբեն ձեզ 1000-2000 դրամ թոշակը բարձրացնելով 26 թվականին ձեր ձայները կորզելով, լավ, եկեք մի պարզ բան ասեմ, 2000 դրամով ենթադրենք աշխատավարձ թոշակները բարձրացրեց, 2000 դրամը բաժանեք ամսական 30 օրվան, տեսեք յուրաքանչյուր օրը 2000 դրամից ինչքան է կանգնում, եւ ապրանք եւ մատուցող ծառայությունների գներից շեշտակի եւ բավականին արագ երկրա երրաչափական, ասենք մաթեմատիկական հաշվարկներով բարձրանում է։ Մի մասը օբյեկտիվ, մի մասը սուբյեկտիվ գործոններով։ Դուք 2000 դրամով պատրաստում եք 26 թվականին գնաք ընտրությունների եւ ձայնտակային ապիկար իշխանությանը, անբարոյական իշխանությանը, որ այս 7 տարվա ընթացքում Արցախյան կորուստից վերցրած, մեր հայորդիների զոհված լինելուց վերցրած 120-150 հազար արցախցիներ հայրենիքից զրկվեցին եւ ունեզրկվեցին եւ տնազրկվեցին եւ անգամ հույսեր չունեն կվերադառնան թե ոչ։ Մենք խոսում ենք թոշակառուների մասին, բայց մենք մոռանում ենք ավելի խորքային խնդիրներ, որը մենք ունենք։ Հաշվանդամություն ունեցող թոշակառուների մասին։ Ես կարող եմ մի վառ օրինակ բերեմ, որը իմ միջավայրում է ընկեր է։ 36 տարեկան է, աշխատանքի վայրում հաշվանդամություն ձեռք բերեց, այսօր սայլակի վրա գանված է եւ ունի 3 անչափահաս որդի երեխա, որոնք ապագայում համալրել են զինված ուժերում, որոնք ապագայում ընտանիք են կառուցելու, որոնք ապագայում աշխատուժի շուկան են համալրելու։ Ստանում է այդ անձնավորությունը 42000 դրամ թոշակ։ Միգուցե բարեկամը, հարևանը, ազգակիցը կամ չգիտեմ նախին գործատուն, հա, որոշակի գումարային օգնություն է ցույց տալի։ Բա վերցնենք բարոյականության սկզբունք, այդ անձնավորությունը ամսական մոտ 300,000 աշխատավարձ է ստանում։ Դուք նրան տալիս եք 42000 դրամ հաշվանդամության թոշակ եւ ասում եք հպարտ եղիր եւ հպարտ քայլիր եւ հպարտ զգացես Հայաստանի Հանրապետությունում։ Ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա թոշակառուները անցյալում հանրային բարիք ստեղծող մեր հայրենակիցներն են եղել։ Մեր ազգականները, մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները, այն շենք շինությունները, այն ճանապարհները, այն ենթակառուցվածքները, այն արտադրական բազան, այն տնտեսական բազան, որը առավել եւս սովետականության ժամանակ եւ որոշակիորեն անկախության տարիներին, որ ստեղծվել է, եթե տարիքային հաշվարկ ենք մենք անում, այսօրվա թոշակառուներն են ստեղծել։ Եվ ինչ, եւ միթե մենք արժանապատիվ թոշակ ենք տալիս մեր այսօրվա թոշակառուներին։ Եթե ես հասկանում եմ եւ որքանով ճիշտ եմ հասկանում, այսօրվա կառավարությունը հասկանում է հետեւյալ կերպ, որ թոշակառուն մի կերպ ապրի, սովից չմահանա, այնինչը որ երկրի թիվ 1 ղեկավար իր բերնով միգուցե բառացի չեմ կարող հիշեմ, նման մի բան, ներողություն, նշանակում ենք անբարոյականության հասարակությունում ենք ապրում։ Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ թե բարոյական, թե իրավական ոչ մի սկզբունք չեն որդեգրել եւ չեն ապրում այդ սկզբունքով։ Այսինքն ինչ է նշանակում 6-ից 800 հազար մարդ մի կերպ ապրի, իսկ միգուցե 6-ից 800 հազար թոշակառուն ցանկանում է արտասահման գնալ մեկ այլ երկիր տեսնել։ Միգուցե այդ թոշակառուն ցանկանում է գոնե շաբաթական մեկ անգամ իրեն թույլ տալ մսամթերքից օգտվել։ Միգուցե այդ թոշակառուն ցանկանում է իրեն գոնե մեկ անգամ թույլ տալ կինոթատրոն գնալ, հոգևոր սնունդ ունենալ։ Գնալ Գառնի Գեղարդը տեսնեք։ Լուրջ եք ասում 40-50 հազար, այսօր միջին թոշակը, մոտ 40-50 հազար դրամ է, շատ տվեր հետևից չգնի։ 40-50 հազար դրամով բաժանում ենք ամսական 30 օրի նորեկան գալիս կան 1000 մի քանի 100 դրամ։ 1000 մի քանի 100 դրամով, 1500 դրամով մարդը օրեկան կարող է իր կեցությունը ապահովել։
Դա ցնորք է։ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը բոլոր ժամանակներում լինելով բարոյական հասարակություն, ընտանիքի գաղափարախոսության կրող հասարակություն, որ ծնողներին, իրենց տարեց ծնողներին, թոշակառու ծնողներին պահում են ժառանգները, պահում են թորները։ Այո, բոլորս էլ քաշ գիտակցում ենք, որ 40-50 հազար դրամով հնարավոր չի ապրել։ Բայց մի պահ եկեք հասկանանք հետևյալը, կան թոշակառուներ, որոնք չունեն ժառանգներ, կամ լքված են ժառանգների կողմից։ Դուք գոնե հասկանում եք այդ մարդիկ ինչպես են ապրում։ Կամ այսօրվա իշխանությունները օգտվում են բազմապիսի արտոնություններից, օգտվում են այդ պարգևը որքան պատգամավոր են, որոնք են լավ օրենքի նախագծեր իրականացրել եւ հետեւողական եղեն ընդունել, բոլորը համատարած ստանում են պարգևավճարներ։ Բայց չեք մտածել մեր սիրելի թոշակառուները ոնց են ապրում, մեր հաշվանդամները ոնց են ապրում։ Ես կարծում եմ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի արժանապատիվ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին ես ինքս գիտակցում եմ, որ չի կարող լինել միլիոնատեր։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ չի եւ չի կարող լինի վարչապետ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի սահմանադրությամբ ապրել սոցիալական, իրավական երկրում, որը այսօր չի հանդիսանում նման երկիր, Հայաստանի Հանրապետությունը։ Եթե մենք համեմատում ենք, շատ ճիշտ նշեցիք, Վրաստանի հետ կապված, հա, որ վարչապետը եկել էր, նույն Բելարուսի, նույն Ռուսաստանի, եվրոպական այլ երկրների հետ, այո, հարաբերակցությունը, որ բերում ես, թոշակները մի փոքր տարբերությամբ, բայց գրեթե նույնաչափ են։ Խնդիրը բանալին հետևյալի մեջն է, թե տվյալ երկրի պետական, արտաքին եւ ներքին կապարտքը ինչպիսի կառուցվածք ունի։ Տվյալ երկրի պետական բյուջեից տարեկան որքան արտաքին եւ ներքին պարտքի սպասարկման համար մայր գումար եւ տոկոսավճարներ են վճարվում։ Տվյալ երկրի պետական բյուջեից տարեկան որքան հատկացումներ են իրականացվում սոցիալական ոլորտին, նույն առողջապահության ոլորտում, նույն սոցիալական այլ ծախսեր, նույն նպաստառուների մասին, ինչու՞ չէ պետք է խոսենք։ Եվ այսօրվա պետական բյուջեն օբյեկտիվորեն որ վերցնում ենք, չի կարող իրեն թույլ տալ ունենալ այն սոցիալական երկիրը, որի մասին մենք խոսում ենք։ Դրա մի պարզ պատճառը հետևյալն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այսօրվա կառավարության կողմից, ինչու՞ չէ նաև նախկին իշխանությունների կողմից եղել են արտոնյալ տնտեսվարող սուբյեկտների մի շրջանակ, որոնք թերի հարկավճարումներ են կատարել, եւ այսօրվա պետական պարտքը դրա արդյունքն է նաև։ Որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք խուսափում են հարկեր վճարելուց, կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք աշխատուժ չեն գրանցում ամբողջությամբ, կան տնտեսվարող սուբյեկտներ, փորձում են խուսանավել, հա, պետության արչև հարկային եւ մաքսային օրենսգրքով ստանձնած իր պարտականություններից եւ պարտավորություններից, որի բացասական հետևանքները պետական բյուջեի ֆինանսական ռեսուրսների թերի հավաքագրումն է, որը իր հետ ծնում է անկախ ամեն ինչից ծախսեր, որը պետք է կառավարությունը իրականացնի, եւ այն բացը, որը կոչվում է պետական բյուջեի դեֆիցիտ համալրման համար, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված է լինում գնալ նորանոր վարկային ռեսուրսների ներգրավման համար։ Եվ դրա արդյունքում մենք ունենք գրեթե տեղում դոփող թոշակների բարձրացման տենդենց, պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման դանդաղման տեմպեր, որովհետև այսօրվա պետական բյուջեն, այսօրվա կառավարության այրերը լավ գիտակցելով չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն։ Նման շռայլություն կարող են թույլ տալ այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարը, էկոնոմիկայի նախարարը, կառավարության գլխավորությամբ, կենտրոնական բանկը այնպիսի տնտեսական քաղաքականություն մշակեն եւ իրականացնեն, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական միջավայրի, տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի աճով նորանոր հարկատումներ եւ արկա տնտեսվարող սուբյեկտներից ավելի շատ հարկագանձում իրականացնել հարկային եւ մաքսային օրենսգրքով առաջնորդվելով կունենանք այնպիսի պետական բյուջե, որը ծանր բեռ չի լինի պետական պարտքի լրացուցիչ աճի այս չափսի եւ կունենանք ազատ միջոցներ հասարակության առջև ծառացած, առավելևս խոցելի շերտերին, թոշակառուներին, զինվորական թոշակառուներին, զինվորական հաշվանդամներին, բնակարանը ապահովության, Արցախի, ասենք, Արցախից ունենք շուրջ 150,000, հա, մինչ պատերազմը բնակչություն ունենք, որը Արցախը հայաթափվել է, հասկանալի է, հետևաբար, որ Հայաստանի Հանրապետությունը զգալի մասը։ Եվ այդ մարդկանց կարիքները հոգալու համար։ Մենք արդեն իսկ ունենանք այդ ռեսուրսները։ Իսկ այսօր մենք ինչ ենք տեսնում։ Մի իշխանություն, որին թվում է, որ պետական, ֆինանսական միջոցները, որը հասարակության կողմից է ձևավորվում, իրենց ձեռքում են, իրենց թվում է, որ իրենց աշխատավարձն է։ Ոչ։ Երանի այն իշխանությանը եւ այն հասարակությանը, որի իշխանության կառավարման այրերը գիտակցեն, որ իրենք հասարակության կողմից պարզապես վարձու աշխատողներ են։ Հայաստանի Հանրապետության օրինակն եմ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քառակուսի մետրը Հայաստանի Հանրապետության մեծ ընտանիքի սեփական տարածքն է։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բյուջեն, համայնքային բյուջեն, մարզային քաղաքային բյուջեն, դա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր առօրյա կյանքի կենցաղավարության արդյունքում մի մասի հավաքագրման միջոցներ է, որը օրվա կառավարությունը պետք է գերարդյունավետ կառավարի տնտեսության եւ հասարակության եւ կառավարության բոլոր ոլորտներում այդ ֆինանսական միջոցները։ Ոչ, այսօրվա իշխանություններին թվում է, որ այն հեծանիվը, որը գնում է Նիկոլ Փաշինյանը վարելու համար, ես խիստ կասկածում եմ, որ նա իր աշխատավարձով է գնել։ Այն պետական ծառայողական մեքենաները, որ այսօր շքախմբի նման իրեն ուղեկցում է։ Ախր չէ, որ դա ծախս է պետական բյուջեի վրա։ Այն չինովնիկները, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այսօր աշխատավարձ են ստանում, բայց չգիտես ինչու բնակարան են ձեռք բերում, 1, 2, 3 լավ են անում ձեռք են բերում, բայց հարց է առաջանում, այդ ինչքան աշխատավարձ եւ պարգևավճար են ստանում, որ կարողանում են իրենց նման բան թույլ տալ։ Ասում են հիփոթեկով են վերցնում, շատ բարի, լավ են անում, իրավունք ունեն, հա, քաղաքացի են։ Բայց որտեղից այդ կանխավճարը։ Որտեղից այդ ֆինանսական ռեսուրսը, որ տվյալ անձնավորությունը կարողանում է միաժամանակ այդպիսի շքեղ բնակարան ձեռք բերել այս մի քանի տարվա ընթացքում եւ կարողանալ սպասարկել։ Այսինքն մեր այսօրվա կառավարության այրերի ապիկար կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը կանգնել է սոցիալապես մի աղետալի իրավիճակի մեջ եւ օրեցօր այն խորանում է։ Ինչու եմ ես միշտ պետական բյուջեն մեջ բերում անում, որովհետեւ պետական բյուջեն դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հա, ամեն օրվա աշխատանքի մի մասի արդյունքն է, որը պահես տալի մի խումբ մարդկանց մոտ, որոնք տարեկան կտրվածքով այդ ֆինանսական միջոցները, որը հավաքագրվել է, վերաբաշխի նույն հասարակությանը աշխատավարձերի տեսքով, թոշակների տեսքով, կապիտալ ծախսերի տեսքով եւ բազմապիսի այլ ծախսերի տեսքով, որոնք պետական բյուջեի թիվ 1 կառավարության թիվ 1 ֆինանսական, ասենք, փաստաթղթի մեջ ներառված է։ Բայց եթե կառավարությունը ավելին է ծախսում իր անձնական կարիքների բավարարելու համար, քան իր աշխատավարձն է, մենք ունենալու ենք սոցիալապես բազմաթիվ խնդիրներ հասարակության բոլոր շերտերի մոտ։ Մենք խոսում ենք թոշակառուների մասին, հա, հաշվանդամություն ունեցող թոշակառուների, զինվորական թոշակառուների, ծերունական թոշակառուների, բայց մենք մոռանում ենք երկու կարևոր, հա, խմբերի մասին։ 20 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ
Հայաստանի Հանրապետությունը ըստ պաշտոնական տվյալների կորցրեց շուրջ 5000 հայորդի, խոնարհումս յուրաքանչյուրիս մեր տղաների համար, այո ցավ է, կորուստ է եւ անդառնալի ցավոք, եւ ունեցանք շուրջ 10-ից 15000 հաշվանդամներ, որոնք երիտասարդ են տարիքով, բայց ձեռք, ոտք եւ այլ խնդիրներ ունեն, որոնք բացասական է անդրադառնում իրենց տեղաշարժի համար։ Եվ այն թոշակը, որը այսօր նրանք են ստանում, եւ այն պայմանները սոցիալական այլ ծրագրերից օգտվելու պայմանները, որ նրանց համար կառավարությունը սահմանել է, ես պարզապես կարող եմ ասել անբարոյականություն է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կողմից եւ կառավարության այրերի կողմից մեր հայորդիների համար։ Դա անբարոյականություն է։ Ամոթ Հայաստանի Հանրապետության կապ չունի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ձեն տված եւ ձեն չտված։ Եթե մենք հանդուրժում ենք 7 տարի այս քաղաքական ուժին, յուրաքանչյուրս կրում ենք մեր մեղքի չափաբաժինը, մենք պետք է ամոթ զգանք, որ ունենք այսպիսի իշխանություն։ Եվ ես հույսով եմ, որ 2026 թվականին կձևավորվի քաղաքականության մեջ այնպիսի ուժեր, որոնք հայտ կներկայացնեն, ձեռնոց կնետեն այսօրվա ապիկար իշխանություններին, եւ հույսով եմ, որ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերջի վերջո կհասկանան, որ հայրենիք են կորցնում, պետականություն են կորցնում, անբարոյականության ամոթի ստորացման միջով ապրելով ամեն օր անցնում ենք, միգուցե կձերբազատվենք այսօրվա իշխանությունից եւ կձևավորվի այնպիսի մի իշխանություն, որը համալրված կլինեն բացառապես մասնագետներով, ոչ թե այսօրվա թյուրիմացությունները, որ կան, բացառապես մասնագետներով, որոնք համալրված կլինեն բարոյականության բարձր արժեքներով, ամոթխածության արժեքով, որը անասունին եւ մարդուն տարբերում է իրարից, ամոթխածության շնորը, որը մարդը ունի, իսկ այսօրվա կառավարության այրերը չունեն այդ ամոթխածության շնորը, հետևությունները թողում եմ մեզ դիտողներին, եւ կունենանք այնպիսի մի կառավարություն, իշխանություն, որը կգիտակցի վարձ ու աշխատող է, եւ կաշխատի այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի աշխատում է այնպես, որ իր տնտեսվարող սուբյեկտը իրեն աշխատանքից չհեռացնի, այսինքն կատարի իր աշխատանքային պարտականությունները եւ պահանջի աշխատանքային իրավունքներ։ Ինչ վերաբերվում է արցախահայության մասին, այո, ես ամեն օր շփվում եմ արցախահայության հետ, տարբեր շրջանակներում, պարզապես փողոցում, իրենց շատ մտահոգում է բնակարանների հարցը, շատ ճիշտ նշեցիք, ոչ այնքան է 50-40 հազար դրամները, այլ բնակարանների հարցը, եւ այսօր մոտավորապես 30,000 բնակարան է պետք, բնակարան, դա նվազագույնը, որ կարողանանք 150,000 արցախցու բնակարանով ապահովենք։ Ելնենք օբյեկտիվ գործոնից, այդ 30,000 բնակարանը այսօրվա Հայաստանի Հանրապետության բնակ ֆոնդը, թե Երևան քաղաքում, թե մարզերում, թե գյուղաբնակ համայնքներում չունենք, օբյեկտիվ պատճառներից ելնելով սուբյեկտիվ գործոնից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այսօր ի վիճակի չէ ապահովել արցախահայության բնակարանների ապահովվածության հարցը։ Համոզված եմ, այդ պարգևավճարները, թեկուզ անվճար աշխատեն այսօրվա չինովնիկները եւ այլն, օբյեկտիվորեն ես սիրում եմ, որպեսզի քաղաքացուն չհուսադրեն եւ այնուհետեւ դառը չհուսահատվեն։ Օբյեկտիվորեն այսօրվա կառավարությունը, այսօրվա պետական բյուջեն իրեն թույլ չի կարող տալ, բայց Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է օգտվել, որտեղ միջազգային տարբեր ֆինանսական կառույցներից, դոնոր կազմակերպություններից կամ բազմաթիվ կազմակերպություններ, որոնք զբաղվում են
նմանատիպ փախստականների հարցերով, բնակարանների ապահովման կամ գումարների տրամադրման մասնակի եւ այլն, այսինքն կգտնվեն մեխանիզմներ Հայաստանի Հանրապետության ներքին ռեսուրսներից եւ դրսի ռեսուրսներից փուլ առ փուլ խիստ դասակարգելով առաջին հերթին երիտասարդ արցախցի, ընտանիքների բնակարանով, երկրորդ փուլը այս շերտ խմբերին, երրորդ փուլը այս շերտ խմբերին բնակարանների ապահովվածության հարցը։ Օբյեկտիվորեն լինենք յուրաքանչյուր կառավարություն որքան էլ բարի լինի եւ ցանկանա, չի կարող 1 կամ 2 տարվա ընթացքում 30-40 հազար միավոր բնակարանի հարց լուծի։ Դա այդ ֆինանսական ռեսուրսը գոյություն չունի եւ այդ բնակ ֆոնդն էլ գոյություն չունի, բայց կարող են պայմաններ ստեղծել։ Օրվա կառավարությունը, եթե իրապես իր արժեվ խնդիր է դրել, Արցախում բնակարանով ապահովի, Արցախում պահի մայր Հայաստանում բաց թողնելով Արցախի ինձ համար չկարգավորված, չավարտված, չփակված էջը Արցախի հարցը, Արցախում պետք է պահել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ առաջին պահելու գործոնը արցախցիներին բնակարանով ապահովելն է։ Կառավարությունը պայմաններ ստեղծի համագործակցելով կառուցապատող շին կազմակերպությունների հետ, բնակարաններ վաճառող անհատ քաղաքացիների հետ, միջազգային տարաբնույթ կառույցների հետ կարող է այդ հարցը լուծի։ Հնարավոր չի մի հարց ուզենաս լուծել եւ այն անհնարին լինի։ Չէ, պարզապես անող է պետք, լուծող է պետք։ Այսօրվա կառավարությունը եթե սրտացավ լիներ ձեզ համար, դուք Արցախը չէիք կորցնի։ Այսօրվա կառավարությունը եթե սրտացավ լիներ ձեզ համար, դուք այս 3 տարվա ընթացքում Արցախի հայության մոտ 30%-ը արդեն իսկ անվերադարձ Հայաստանի Հանրապետությունը լքած չէր լինի։ Այն 30, 40, 50 հազար դրամը, որ ձեզ տալիս են, դա այն գումարը չի, որը համարենք սոցիալական ապահովության ինչ-որ մի հարց են լուծում։ Ընդ որում գիտեք, որ միտումը այնպեսին է, որ 50-ը դառնում է 40, 40-ը 30։ Ես վստահեցնում ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր խնդրի իր առջև դրել, որ առհասարակ ձեզի 10 դրամ չվճարի։ Հայաստանի Հանրապետությունում եք ապրում, հայերեն խոսում եք, ազգությամբ հայ եք, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներ, ես գիտեմ ինչ եմ ասում, ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներ, այնպես էլ դուք։ Աշխատեք, վարձ վճարեք, աշխատեք, գումար հավաքեք, հիփոթեք վերցրեք, աշխատեք, ապրեք, եթե չեք ուզում, սա է։ Ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիները, որոնք հայաստանցի հայեր են, այսպես ասեմ, որ պարզ լինի, ասածս մտքերի տարանջատում, ինչպես հայաստանցին է, ամենաաստծոր աշխատում, ապրում, իր բնակարանում վարձակալված թե հիփոթեկի մեջ, այնպես էլ դուք, իրանք տարանջատում չեն դնում։ Բայց մենք մեր ունեցածը թողել եկել ենք մեր ուրիշների դռները։ Դե դրա համար ասում եմ, այսօրվա իշխանությանը 2026 թվականին ընտրություններ են լինելու։ Տեսնենք որքանով Արցախի հայությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որքանով են սրտացավ Արցախի կորուստով, որքանով են սրտացավ Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներով, խնդիրներով եւ կտեսնենք ըստ իրանց սրտացավության աստիճանը այսօրվա ապիկար անբարոյական իշխանությունը ձայն տալով։ Քանի որ ինքը այդ հարցը այն սկզբից է լուծել փախստականի կարգավիճակ տալով պարոն Մարտիրոսյան, հետեւաբար Արցախցին իրավունք չունի մասնակցելու պետական մակարդակի ընտրություններին, այսինքն նախագահական ազգային ժողովի պատգամավորների։ Ճիշտ է, բայց Մենակ համայնքային պետական կառավարման մարմինների ընտրություններին, եթե 1 տարի բնակվում է տվյալ տարածքում, իրավունք ունի մասնակցելու փախստականը կամ այլ կարգավիճակ ունեցողը, եթե ինքը բնակվել է այդ տարածքում։ Ճիշտ է, բայց արցախցի, բայց համապետական ընտրությունների արցախցին չի մասնակցում։ Հասկացանք, բայց Հայաստանի Հանրապետությունում ապրող Արցախահայությունը միգուցե ասենք ընտրության իրավունքից զրկված է լինելու, նաև օբյեկտիվ պատճառներով։ Նաև օբյեկտիվ պատճառներով, բայց Հայաստանի Հանրապետությունում ապրող շուրջ 100 հազար եւ ավելի Արցախահայությունը յուրաքանչյուր աստծո չի շփվում իր հարևանների հետ։ Իհարկե շփվում են։ Չի շփվում իր աշխատանքի վայրում իր գոլեգաների հետ։ Չի շփվում միջավայրում, կարող է, չէ, ասել, գիտեք ինչ կա,
Այսպեսին է ձեր իշխանությունը, մեր բոլորիս իշխանությունը։ Միգուցե ուղղակիորեն ընտրության իրավունք չունի, բայց անուղղակիորեն կարող է գոնել ներազդել ընտրության ելքի վրա, միանշանակ կարող է։ Իմ խնդրիմ ասածս դա է, եթե դու չես կարող, գոնե նպաստես, որ այո, չգնան, չընտրեն, որ դա կարող է, այսինքն եթե ես ընտրության իրավունք չունեմ, ձեռքերս լվան մի կողմ կանգնեմ, որ հասական պահին խնդիր է ինձ հետ առաջանում, բարձրաձայնեմ, ոչ, այսօր Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հայաստանցի հայը եւ Արցախահայությունը պետք է իրենց առջեւ խնդիր դնեն։ Եթե Արցախցին համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը նաեւ իր հայրենիքն է, պետք է խնդիր դնի իր առջեւ, որ ներազդեն ապագա ընտրությունների ելքի վրա, որ այսօրվա իշխանությունները չվերանտրվեն։ Եթե ես սխալ եմ ասում, խնդրում եմ ինձ ուղեք։ Միանշանակ դուք ճիշտ եք, պարոն Մարտիրոսյան, շատ ճիշտ տեղին դիպուկ, դուք փաստացի ներկայացրիք այն ամենը, ինչ արկա է, թե հայաստանյան բնակչության շրջապատում, թե Արցախահայության, շատ ճիշտ եք եւ շատ ճիշտ նորոշում տվեցիք ներկայիս ապիկար իշխանությունների վարած քաղաքականությանը եւ հուսով եմ նույնիսկ մինչեւ 2026 թիվը չի հասնի այս իրավիճակը եւ Հայաստանի թե Արցախահայությունը չեն հանդուրժի նմանատիպ իշխանություններին, հուսով ենք, որ կունենանք պետականամետ մտածելակերպով, ազգանպաստ, հայանպաստ քաղաքականություն իրականացնող իշխանություն, որը լուծում կտա մեզ բոլորիս հուզող հարցերին, թե թոշակառուներին, թե հաշմանդամներին, թե նպաստառուներին, թե Արցախահայությանը, թե Հայաստանի բոլոր յուրաքանչյուր հայ քաղաքացու ունեցած խնդրին։ Ներողություն մի փոքրիկ հավելում, տեսեք, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը, մենք այսօր թեման շատ խորքային է եւ շատ բան կարող է ասվել։ Թոշակառուների, կենսաթոշակների, նրանց միանշանակ ասենք կոպեկներ են ստանում, դրա մասին չի խոսքը։ Հաշվանդամ թոշակառուներին շատ մեծ կարևորագույն խնդիր եւ խնդրեմ է զինվորականներին նաեւ բնակարաններով ապահովելու։ Եթե մենք այսօր խոսում ենք, զոհվածներին կներեք, զոհվածների ընտանիքներին։ Տեսեք, եթե մենք այսօր խոսում ենք միայն Արցախահայությանը բնակարանով ապահովելու համար, շուրջ եւս մեկ անգամ կրկնում եմ, ասենք միջին, մեկ տղամարդ, երկու երեխա եւ կին, այսինքն գալիս է 120-130 հազարը, մոտ 30,000 բնակարանի մասին է խոսքը։ Իսկ ներողություն, վերջի 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում քանի տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ դրանից իքական թե արական սեր, զինվորական ծառայություն է տարել սպայի կարգավիճակով, հաշվառված է բնակարանների ստացման ծրագրերով, ես ունեմ բազմաթիվ ընկերներ եւ երկուսն էլ իմ առջեւ նստած են, բնակարաններով ապահովված չեն։ Խնդիրը այն չէ, որ դու չկարողանաս բնակարան գնել, չկարողանաս հիփոթեք վերցնել։ Խնդիրը այն է, որ անձը նվազագույնը 20 տարի կարող եք ինձ ուղղել, նվազագույնը 20 տարի ծառայում է զինված ուժերում, ներողություն, ես միշտ մեխը դնում եմ ցանկացած օրենքի բարոյականության վրա, նվազագույնը 20 տարի անձը ծառայում է զինված ուժերում, ոչ, նա ծառայում է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Եվ այդ անձը եթե չծառայեր զինված ուժերում, ասենք իր աշխատանքի բնույթը դա չլիներ, նա միգուցե տնտեսվարող սուբյեկտ լիներ, պարզապես դասախոս լիներ, մանկավարժ լիներ եւ այլն եւ այլն եւ այլն, պարզապես արտագաղթած լիներ։ Երկրի անառողջ մթնոլորտից վերցնելով, բայց չէ որ նա ծառայում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ֆիզիկական անվտանգության համար եւ այսօր տասնյակ հազարավոր զինծառայողներ, որոնք թոշակառու են արդեն իսկ,
որոնք թոշակառուի տարիքում են, այսինքն 20 տարին, արտոնյալ թոշակառուի շեմը լրացել է, բայց շարունակում են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, բնակարանով ապահովված չեն։ Հարց է առաջանում, ապահովված կլինեն ապագայում, թե ոչ, խիստ կասկածում եմ։ Սա եկավ երկրորդ գործոնը, որ արդյոք կա այն բնակֆոնդը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որ շատ ցանկանալու դեպքում եւ արդյոք մեր պետական ռեսուրսները թույլ են տալիս օբյեկտիվ գործոնից ելնելով, կա հնարավորություն ապահովել եւս մի 30,000 բնակարանի հարց, վերցնենք 30 տարվում շուրջ 150,000 զինծառայողների բնակարանների հարցով, այսինքն եւ 60,000 միավոր բնակարան Հայաստանի ողջ տարածքում, յուրաքանչյուր բնակարանը նվազագույնը, միջին գինը $60,000 որ հաշվարկեք, դուք պատկերացնում եք, ինչ միլիարդավոր տասնյակ եւ հարյուրավոր միլիարդավոր դրամների մասին է խոսքը գնում։ Մեր պետական բյուջեն այսօր չի կարող իրեն թույլ տալ, բայց կա տնտեսական ստվեր, կա քաղաքական կոռուպցիա, կա հովանավորչություն, կան ընտրյալ տնտեսվարող սուբյեկտներ, կան քաղաքացիներ, որոնք խմբային համաձայնության են եկել հանցավոր տնտեսվարող սուբյեկտներ չեն գրանցվում, կան քաղաքացիներ, որոնք հարկադիր ունեն չեն գրանցվում, կան քաղաքացիներ, որոնք աշխատում են միաժամանակ օրենքը թույլ է տալիս, բայց չի չգրանցվելու դեպքում, որ տվյալ քաղաքացին ստանան նպաստ։ Նույնպես բացասական է անդրադառնում տնտեսության զարգացման վրա։ Մենք խոսում ենք թոշակառուների մասին, բայց մոռանում ենք մի կարևոր եւս հասարակության շերտի մասին։ Հասարակությունը շերտավորվում է 3 մասի։ Մինչ աշխատունակ տարիքի հասարակության շերտ, աշխատունակ տարիք եւ ոչ աշխատունակ տարիք։ Ոչ աշխատունակ տարիքը մեր թոշակառուներն են ըստ իրենց շերտերի, հաշվանդամություն, զինվորական պատերազմ, Արցախից եկածներ եւ այլն եւ այլն։ Աշխատունակ տարիք մեր ակտիվ զանգվածը 20-ից մինչև 60 տարեկան կամ 55 տարեկան, որոնք իրենց աշխատանքի արդյունքում եկամուտ են ապահովում, տնտեսվարող սուբյեկտը շահույթ է ապահովում, համալրվելով պետական բյուջեն պետությունը վճարում է թոշակներ, պետական աշխատավարձեր, ատարաբնույթ պետական ծախսեր եւ դա նորմալ է, բայց չէ որ ունենք հասարակության մի շերտ, որը մեր մատաղ սերունդն է, մեր անչափահաս երեխաներն են, մեր բալիկներն են։ Մինչև 18 տարեկան պետության կողմից 10 դրամ չի վճարվում այդ երեխաների համար, չէ որ այդ երեխաների ծնողները աշխատելով հարկատու լինելով իրավունք ունեն պահանջեն, որ կառավարությունը համապատասխան օրենքներ մշակի, ոլորտը լրջորեն ուսումնասիրի եւ վերջի վերջով սկսեն լինել սոցիալապես ցիվիլ երկիր, վճարենք նաեւ մեր անչափահաս երեխաներին յուրաքանչյուր ամիս ելնելով պետական բյուջեի հնարավորություններից եւ որոշակի պայմաններով զարգ տալով երեխաների ծնելիության աճին, զարգ տալով ընտանիքներին երկրում պահելու հարցը։ Նաև ես այդ հարցն եմ ուզում մի փոքր քննարկենք Հայաստանի Հանրապետությունում այսօր ծառացած տնտեսական հիմնախնդիրների կարևորագույն մեխը, որ Հայաստանի Հանրապետության անչափահաս երեխաները չեն ստանում ամսական վճար։ Այո, օրենք եղավ, որ եթե ընտանիքում 3-րդ երեխան ծնվում է, պետությունը մայրական կաթի փողից բացի մինչև 5 թե 6 տարեկան 50,000 դրամ վճարում է։ Բում տեղի ունեցավ։ Վստահեցնում եմ ձեզ ծնելիության բում տեղի ունեցավ։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե յուրաքանչյուր ընտանիքում մեկ երեխան 2-3 եւ ավելին ծնվի եւ կապ չունի 3-րդ երեխան է թե ոչ, ստանան ամսական գումար, որքանով կթեթևացվի ընտանիքի ծնողների բեռը այդ երեխաներին պահելու համար այդ աղքատիկ աշխատավարձով։
Ես կոչ եմ անում մեր կառավարությանը, իդեպ ասեմ, փայլուն ընտրազանգված կունենան։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշեն, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր անչափահաս երեխան ոլորտը ճիշտ ուսումնասիրելու արդյունքում անցեկան միանվագ գումարներ վճարեն մինչ չափահասություն, որոշակի պայմաններով, ոչ թե չաշխատող ընտանիքի երեխան ստանի եւ աշխատող ընտանիքի երեխան ստանի, որ բարոյականության սկզբունքը այդտեղ դադարելու է։ Նույն հարկադիր ունեցողը չի գրանցվելու, նույն պետությունից նպաստ ստացողը չի գրանցվելու, որը եկամուտի կորուստ է լինում պետական բյուջե։ Արդար չի, մեկի ծնողները աշխատեն, մյուսի ծնողները չաշխատեն, երեխաները ստանան նույնը։ Ես էդի նկատում խորապես ուսումնասիրել այդ ոլորտը եւ մեր երեխաներին տալ անչափահասության վերջի վերջո 21-րդ դարն ենք անչափահասության յուրաքանչյուր ամիս մեր երեխաներին տալ վճար, ասենք առաջ տեկին 30,000 դրամ, երկրորդ երեխային 40,000 դրամ, երրորդ երեխային 50,000 դրամ։ Դուք տեսեք ինչպես է տնտեսությունը սկսում աշխուժանալ, տնտեսվարող սուբյեկտ աշխատող հարաբերությունները փոխվում, տնտեսվարող սուբյեկտ պետություն եւ պետության կողմից կարգավորվող պետական ոլորտները, հարկային մաքսային եւ այլն, ինչպես են տնտեսվարող սուբյեկտի հետ հարաբերվում։ Այդ դա կարևորագույն լծակ կլինի այսօր մի շարք տնտեսական, ասենք սոցիալական խնդիրներ լուծելու համար։ Դեմոգրաֆիկ խնդրի մասին առհասարակ չեմ խոսում։ Իդեպ ասեմ, այսօր մեր Հայաստանի Հանրապետությունում հաշվանդամություն ունեցող թոշակառուները մեր ազգաբնակչության 8%-ն են կազմում, իսկ ծերունական թոշակառուների թվաքանակը 18%-ը։ Մենք ծերացող, մարող, դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունեցող հասարակություն ենք։ Այս վերը նշվածս վերջի ասենք միտքը, անչափահաս երեխաների հետ կապված վստահեցնում ձեզ կփոխի դիմագիծը Հայաստանի Հանրապետություն դեմոգրաֆիկ առումով։